Ձեզ ինչ խնդիր ունեք որտեղ վարկ եմ ունեցել վարկային կազմակերպությունում արդեն 2012 թվականից 3 տարվա պայմանագրով նախատեսված մի փոքր մի խոսքով ժամկետանց վարկ ա եղել, վճարումներ կատարել եմ ամենասկզբից շատ պատշաճ ձևով, պարտաճանար ձևով, հետո եղել է ժամկետանց, որից հետո առաջարկել են գումար միանգամից վճարելու դեպքում տուժուտուգանքը իջնեն եւ ես այդ գումարը վճարեմ, սակայն ստեղծելով արհեստական խոչընդոտ, քանի որ ունեի հետները համաձայնագիր կնքելու, որպեսզի տունս չվաճառվի, այդ գումարը մերժեցին, լավ իմանալով, որ տուժուտուգանքը իբր ուշացած մայր գումարի տոկոսը տուժուտուգանք եւ ուշացած տոկոսի տուժուտուգանք հաշվելով մոտավորապես $15,000, պարտքը կազմելով $24,500 ու տունս ա եղել գրավի տակ։ Առաջին հերթին դատարանի վճռով վաճառվել են 2 հողամասերս, համատեղ գույք 3-ն էլ, տունս եւ 3 հողամասերս, պատկանում են նաեւ երրորդ հողս ընտանիքիս մյուս անդամներին։ Առանց իմացության վաճառվել է իմ 2 հողամասերը դատարանի վճռով, ինչպես ասած, իրենց կողմից նախապես պլանավորված, նախապես համաձայնեցված, իրանց կողմից բերված մարդկանց վաճառել են հողամասերս, բարձրացել են, տեսել են։ Ինչ տեղեկությունների հիման վրա եք ասում, որ նախապես որովհետև ինձ ոչ մի անգամ չեն ծանուցել, ոչ մի անգամ տեղյակ չեմ եղել վաճառքի հողի մասին, դիմել եմ բանկը պատասխանել է, որ հողերի հետ մենք կապ չունենք, գրավադրված չեն, ուրիշ դիրքորոշում չենք կարող հայտնել։ Դրանից հետո ես դիմել եմ ոստիկանություն, քննչական, տանս աճուրդի հետ վերաբերյալ դիմել եմ դատարան, որպեսզի իմանամ իմ տան համար կա հայտ, թե չկա, պատասխանել են իրավունք չունենք, դիմեք կառավարիչին, զանգել եմ, կառավարիչը ասում է ես տեղյակ չեմ, այնինչ հասկացել եմ, որ տունս վաճառում ա, ես շատ պատահական հասկանալով, որ տունս վաճառելու են, գնացել եմ աճուրդի կայացման վայր, տեսել եմ, որ մարդիկ են ներկա եւ իմ տունս վաճառում են, առաջարկել են, որ աճուրդ 5% ես վճարեմ, ինձ հրելով դուրս հանել, ասել եմ հողերս, ինչպես ով է դուրս հանել կառավարիչը ասել եմ հողերս էլ այդպես արեցիք վաճառեցիք ինչ իրավունքով ասած շատ լավ եմ արել վաճառել եմ հիմա տունդ էլ կծախեն այդպես վաճառը ո՞րն է եղել որ չեք վճարումները չեք կատարել ֆինանսական խնդիր եք ունեցել ոչ ես 18 թվին միանգամից $4,000 բերել եմ բանկ վճարելու իրենք արհեստական ձևով խոչընդոտ են ստեղծել որպեսզի չվճարվի իրենք շատ լավ իմացել են ինչ համաձայնագիր են ինձ տվել ինչպեսի տուժուտուգանք կգա, որպեսի էլեկտրոնային աճուրդով իմ եղածը սաղ իմ անունով ա եղել, տեսել են ինչի 4,000-ը վերցնեն, երբ որ իմ ամբողջ գույքը կարող են իրենք վերցնել իմ ձեռքից։ Այդ դրա համար։ Անցյալ տարի նորից ես եկել եմ այդ միջադեպից հետո, որ հողերս վաճառվել ա, նորից ես առաջարկել եմ գումար, բանկ եմ գնացել, որպեսի վճարումներ կատարեմ, կամ այդ 20 քանի հազար դոլարը, $24,500 չունեմ ես այդ գումարը վճարելու։ Թող թողեն մայր գումարը ենթադրենք կամ մի փոքր ասենք ինչ որ նորմալ ենթադրենք տոկոս մենք վճարենք, բայց վաճառել են տունս ես այս տարիքին հայտնվել եմ փողոցում։ Հիմա եւ 2 հողատարածքները եւ տունը երկու հողատարածքներս, որը իմ անունով է եւ համատեղ գույք է իմ ամուսնու հետ, աղջիկս օրենքի ժամկետում ստացել է ամուսնուս ժառանգությունը 21 թվին մահացել է ամուսինս, դա էլ եմ վաճառել որպես համատեղ գույք եւ իբր առնողը երրորդ հողս առանց դատարանի որոշման, առանց որևէ որոշման ինքն իր առողջությամբ կտրել է դրա հողամասում եղած արկա 15-ից 16 տարվա Ծիրանի այգու ծառերը, խնձորի, ինչպես նաև ինքն իր առողջությամբ երրորդ հողի համար քրեական գործ է հարուցված։ Հիմա ինչ եք պահանջում, ձեր պահանջը ո՞րն է։ Պահանջում եմ վերադարձնել իմ գույքը, իմ տունը, ես չէ որ միակ կացարանը մարդը բարձրագույն արժեք է սահմանադրությամբ ինչպես կարելի է մարդը հասնի այդ տարիքին եւ մնա դրսում հայտնվի այդ բարձր տոկոսների տուժուտուգանքների պատճառով ես չեմ ասում չվճարենք գումարը ես տարել եմ վճարելու անցյալ տարի գնացել եմ վճարելու չեն համաձայնում ինչպես ես ի վիճակի չեմ այդ 25,000-ը վճարելով իջնեմ հասնեմ այդ ասենք մայր գումարին